Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է Գուժ Մանուկյանը։ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով։ Գուժ Մանուկյանը հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ չնայած այն հանգամանքին, որ տարիքն արդեն առել է, կցանկանար երկար ապրել, որովհետև կյանքը սիրում է եւ ակնկալիքներ ունի դրանից։ Թորնիկիս աշխարհ գալն է, սրտատրոփ եմ սպասում այդ իրադարձությանը, հայտնել էր դերասանը։ Տասնյակ տարիներ առաջ էր, երբ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Մանուկյան Արաքսմանյանը Երևանյան ջրհեղեղից հետո տիղմով պատված գրքերի միջից գտավ Աստվածաշունչ, որն այդ օրվանից դարձավ գրողի սեղանի մշտական գիրքը, մտքերի ճշգրտման ու նաև հացի աղբյուրը։ Որդիներն էլ ապրեցին այս Աստվածաշնչով, դրա պատվիրաններով, առեղծվածային ու իմաստուն պատմություններով։ Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ Ալեքսանդր Արաքսմանյանի նախնիները գաղթել են Վանից եւ հաստատվել Գյումրի։ Թիֆլիսում Լիսիցյանի մասնավոր դպրոցում սովորելու տարիներն աչքաբաց պատանուն դարձրին կիրթ եւ բանիմաց։ Այնուհետև վերադարձավ Գյումրի, ամուսնացավ դերասանուհի Վարյայի հետ, հետո ծնվեցին Էմանուելն ու Գուժը։ Ալեքսանդր Արաքսմանյանն ինքն էր փոխել Մանուկյան ազգանունը եւ վերցնելով Պապի անվան առաջին բաղադրիչն ու Մանուկյանի մանը, ձևափոխություններ էր կատարել եւ դարձրել Արաքսմանյան։ Տղաների գյումրեցի շատ կոլորիտային Իզաբելլա տատիկն իրեն ամբողջովին նվիրել էր թոռնիկներին, քանի որ որդին եւ կինը թատերական աշխարհի մարդիկ էին։ Նա էր հետևում ու դասյարակում նրանց, պատմում են, որ երբ բակի տղաները զառերով խումար էին խաղում, նա ասում էր՝ «Ыդիկ վատ բան է, չսորվիկ»։ Դրա շնորհիվ տղաները չիմացան այդ խաղի իմաստն ու բովանդակությունը։ Համեստ ու բանիմաց տղան 1958 թվականին ավարտեց Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, դառնալով լավագույն երիտասարդ դերասաններից մեկը։ Սիրում էր ընտրել հոգեբանական խորությամբ աչքի ընկնող դերեր, որոնք խաղում էր լեզվական բացառիկ մաքրությամբ։ Սիրում էր անսպասելիորեն զարմացնել հանդիսատեսին, հարազատ մնալով իր նշանաբանին՝ տալ հանդիսատեսին ավելին, քան ինքը սպասում է։ Գուժի եղբայրը թատերագետ, կինոգետ, լրագրող Էմանուել Մանուկյանն է։ Նա պատմում է, որ Երևանյան ջրհեղեղից հետո, երբ իրենք ապրում էին հայտնի արվեստաբան Ռուբեն Զարյանի տանը, տարբեր փայտերից եւ ստվարաթղթերից մանկական ներկայացումներ էին բեմադրում, որոնք արժանանում էին հատուկ վերաբերմունքի։ Գուժ Մանուկյանի դուստրը Լիլիթը հոր հետ միասին նկարահանվել է «Ով դու զորություն» անվթարելի ֆիլմում, որը նվիրված է Գրիգոր Նարեկացու հազարամյակին։ Սա Լիլիթ Մանուկյանի կյանքի թերևս ամենաերջանիկ պահերից մեկն էր։ Ասում է, այն կարծես գաղտնատես Աստծո հետ հանդիպում լիներ։ Մի անգամ, երբ Գուժ Մանուկյանը դադիվանքում էր, վանքի սպասավորներից մի կին բացականչում է՝ «Եկեք այստեղ ամենքդ, եկել է մեր վերջին դերասանը»։ Արցախցիները նրան երկրպագում են, զրուցում եւ լուսանկարվում։ Գուժն էլ իր հերթին արցախցիներին է մեծարում, որ ապրում են իրենց երկրում ու շենացնում հայրենի հողը։ Դեռ տարիներ առաջ դերասանը հանդես էր եկել հարցազրույցներով, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչքանով է հայոց եկեղեցու պատմություն առարկան նպատակահարմար դպրոցներում շարունակել դասավանդել։ Ես չգիտեմ, թե դա ինչքանով է նպաստում երեխայի դասյարակությանը։ Կարծում եմ, որ մենք բուն քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ լինելով հանդերձ մոռացել ենք Քրիստոսին, իսկ առանց նրա ոչինչ գոյություն չունի։ Մենք ավանդական ժողովուրդ ենք, մենք կարող ենք մեր պապերից, հայրերից վերցնել լավը եւ վատը թողնել մի կողմ։ Ես մի մտահոգություն ունեմ, թե ինչ ենք մենք մատուցում կամ մատուցելու մեր մատաղ սերնդին, իսկ մատաղ սերունդն ունի ճիշտ բաների կարիք, այլ ոչ թե ճնշել երեխային պատմելով, թե այսինչ դարում այսինչ անձը կատարել է այսինչ սխրագործությունը, մինչդեռ կարելի է անցնել հպանցիկ։ Ես կարծում եմ, որ հայոց պատմություն առարկան դպրոցում երեխաները պետք է անցնեն առանձին գրքով եւ այդ առարկաները չմիավորեն։ Ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել եւ չեմ պատրաստվում լինել, բայց ես կանգնած եմ ցանկացած բարի ցանկության կողքին վանելով չարին։ Ոչ մի բան մարդուն չի խանգարում լինել բարի։ Մարդ պետք է իր գործում շարունակ լինի շիտակ, բարի, ներողամիտ, որպեսզի հաջողի այն։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչ դժվար բան կա բարի լինելու մեջ։
Գուժմանուկյանն ընդգծել էր, որ այս ժամանակահատվածում իրեն շատ է մտահոգում այն ատելության մթնոլորտը, որը տիրում է երկրում։ Այսօր ես շատ մտահոգված եմ երկրում ատելության մթնոլորտի համար։ Այնտեղ, որտեղ տիրում է ատելությունը, սիրո մասին խոսելը դառնում է ավելորդ, քանի որ ատելությունը եւ սերը գտնվում են հակադիր բևեռներում, եւ որտեղ է գրված, որ այդ երկուսը կարող են միասին քայլել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստը խոսելով արվեստի, մշակույթի մասին նկատել էր, որ արդեն շուրջ 3 տարի է, ինչ երկրում մշակույթ հասկացողությունը բացակայում է։ Արդեն 3 տարի է մեր երկրում մշակույթ հասկացողություն գոյություն չունի։ Թատրոն, արվեստ, կարծես թե թթու դրած լինեն ու բերանն էլ փակել են։ Մենք ունենք շատ վաստակաշատ մտավորականներ, ովքեր արտահայտվելու իրավունք ունեն թե փորձի, թե իրենց տարիների վաստակով։ Այսօր մեր երկրում մշակույթ հասկացողություն գոյություն չունի։ Այսօր մշակույթում իրենց ներդրումն ունեցած շատ կարևոր մարդիկ չեն կարողանում հացի խնդիր լուծել։ Հարցին, թե վերջին շրջանում հանդիսատեսը էկրաններին չի տեսնում վաստակաշատ դերասանին, ով այդքան սպասված է նրանց կողմից, Գուժմանուկյանն ընդգծել էր. «Կորոնավիրուս համավարակով պայմանավորված թատրոնը, արվեստը գտնվում են ճգնաժամում եւ հիմա ոչ մի արվեստագետ չի երևում։ Ունեցել եմ հեռուստասերիալներում, ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, որոնք մերժել եմ առողջական խնդիրներից ելնելով, բայց նաեւ եղել են առաջարկներ, որ թեմատիկ առումով չեն համապատասխանել ինձ։ Նույնիսկ դրամատիկական թատրոնում կարողացել եմ հրաժարվել մի դերից, որն իմ ներքին աշխարհի հետ կապ չի ունեցել։ Եղել է արհեստական, իսկ արվեստի հիմքում ընկած է բնականությունը եւ դա կապ չունի դրական դեր ես խաղում, թե բացասական։ Ես չեմ հասկանում, թե այս ինչ է, այս աշխարհը դարձել ամեն ինչ արհեստածին, արհեստականի միջայլոց է»։ Գուժմանուկյանը անդրադառնալով կորոնավիրուս համավարակին հավելել էր, որ համավարակի մասին այնքան տարակարծություններ կան, որ գրեթե ամեն ինչ անորոշ է թվում, չի հասկացվում, թե ինչ է կատարվում եւ ուր է տանում մեզ այս աղետը։ Ես ինչ գիտեմ, թե սա ինչ խաղեր է, գաղափար չունեմ։ Միայն մի բան գիտեմ, որ պետք է զգուշանանք, նորմալ ձևով հետևենք բոլոր կանոններին։ Ես ինքս մեկուսացել եմ, աշխատում եմ կատարել բոլոր տեսակի անվտանգության կանոնները։ Գնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումները, խնդիրները, անդրադառնալով նաև սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ծավալվող հնարավոր գործընթացներին, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժմանուկյանը համոզմունք էր հայտնել, որ որևէ մեկն այսօր չի կարող իրավիճակը փակուղի տանել։ Դերասանն այդ համատեքստում կարևորել էր 5 ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները, ընդգծելով հատկապես ժողովրդի դերը։ Այսօր էլ շարժումն այնքան համաժողովրդական բնույթ է կրում, որ դժվար թե մի փոքր խումբ կկարողանա ինչ-որ գործընթացներ դեպի փակուղի տանել։ Ես չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի, որովհետև ժողովուրդն այլ կերպ է մտածում։ Ոգևորությունը բավականին մեծ է, ինչը թույլ չի տա, որ ինչ-որ անհատներ կարողանան խոչընդոտել այս շարժումը։ Դա լինի ընտրություն կամ մեկ այլ գործընթաց, կարևոր չէ։ Այդուհանդերձ Գուժմանուկյանը շեշտել էր, որ մեկն է այն մարդկանցից, ով այսօր տեղի ունեցող մի շարք երևույթների հետ համաձայն չէ։ Ես կասեմ մի բան, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Եթե ես արվեստի մեջ եմ, եթե ես դերասան եմ, ես պետք է զբաղվեմ միմիայն դերասանական աշխատանքով։ Եթե ես ուրիշ տեղեր քիթս մտցնեմ, դա արդեն ճիշտ չի լինի։ Բայց այսօր ես նման երևույթներ եմ նկատում եւ իրողությունների հետ մեղմասած համամիտ չեմ։ Ամեն մարդ պետք է իր գործն անի։ Ես կխոնարհվեմ փողոցները մաքրող մարդու առաջ, եթե իմանամ, որ նա այդ գործն անում է այնքան նվիրված, այնքան լիաթոք, այսպես ասեմ, յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի վերևից մինչև ներքև, բայց այսօր կան մարդիկ, ովքեր չգիտեմ ինչ նկատառումներով ուզում են քիթը խոթել այնտեղ, որտեղ չպետք է լինեն։ Ես դա չեմ կարող ընդունել։ Վերջինս կադրային քաղաքականության խնդիրներ առանձնացրել։ Ամեն մարդ կոչված է ինչ-որ բան անելու, չի կարելի մի մարդու բերել ու մտցնել մի ինչ-որ տեղ, մի ասպարեզ, որի հետ ինքն ընդհանրապես կապ չունի։ Եթե դա արվում է ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, դա եւս չեմ ընդունում։ Չէ՞ որ այդ մարդն ավելի պետքական կլինի իր ասպարեզին, քան որ բերեն եւ կոպիտ ասած ախպեր, ընկեր սկզբունքով փաթաթեն ժողովրդի վզին։ Կադրային քաղաքականությունը շատ կարևոր է եւ պետք է հետամուտ լինել։ Թող ես 1000 անգամ սխալվեմ, բայց այդ հարցում մի քիչ մտահոգություններ ունեմ։ Վերլուծելով իրավիճակը, գնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումներն ու խնդիրները, դերասան Գուժմանուկյանն այնուամենայնիվ ընդգծել էր, որ ճանապարհը, որով գնում ենք, ճիշտ է։ Ընտրված ուղին պետք է որ ճիշտ լինի։ Ես եւս հետևում եմ իրադարձություններին, վատ ուղի չէ, բայց այդ ուղին ունի իր դժվարությունները, որոնք պետք է հաղթահարել։ Ես չգիտեմ հետագայում ինչ է լինելու, բայց համենայն դեպս սպասումները բավականին մեծ են։ Մենք մեր դարն ապրել ենք այս ամենն ու դրա արդյունքը շատ կարևոր է մեր երիտասարդության համար։ Տեսնենք, թե ինչ կլինի, չգիտեմ, հույս կա, որ լավ է լինելու եւ այդ հույսով ենք ապրում։
Գուժ Մանուկյանը շեշտել էր, որ հեղափոխությունից հետո մարտահրավերները շատ են, որոնք պետք է հաղթահարել։ Նա ընդգծել էր, որ հենց փոքր խնդիրներից պետք է սկսել։ Այնքան մանր խնդիրներ կան եւ նոր իշխանության անելիքները կախված են հենց այդ խնդիրներից։ Օրինակ, աշխատատեղերից մինչեւ քաղաքաշինություն, աղբահանությունից մինչեւ ավելորդ շինարարություններ, որոնց պատճառով քաղաքն ընկնում է տեսքից։ Այնքան մանր թերություններ կան, բայց երբ դրանք իրար են միանում, ստացվում է մի գլոբալ խնդիր, որը լուծելը բավականին բարդ է, բայց ոչ անհնար։ Դեռ 2022 թվականին Գուժ Մանուկյանը հայտնել էր, որ արդեն 1 տարուց ավել բեմ չբարձրանալու պատճառը հիվանդությունն է, որի մասին չի ցանկանում խոսել։ Տարիների խորքից էր գալիս ու գնահատելով ապրած կյանքն ասել էր. «Գերազանց է ապրել։ Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ շրջապատված եմ լավ ընկերներով, գոլեգաներով։ 1 տարի է ցավոք չեմ շփվել նրանց հետ հիվանդության պատճառով։ Վիրահատությունից հետո չեմ կարողանում այլևս բեմ բարձրանալ։ Կարոտել եմ ինչպես իմ գոլեգաներին, ընկերներին, այնպես էլ հանդիսատեսին»։ Գուժ Մանուկյանը եւ թատրոնի եւ կինոյի դերասան է, այդպես էլ պետք է լիներ, ծնվել է արվեստագետների ընտանիքում, հայրը դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանն է, մայրը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանը։ Մի առիթով պատմել էր. 5-ից 6 տարեկան էի, մայրս տանը դերերից հատվածներ էր փորձում, ես ուշադիր նայում էի ու ասում՝ մամ, դու գիժ ես։ Չգիտեի, որ մի օր ես էլ եմ նվիրվելու այդ գժությանը, որ կոչվում է թատրոն, նշել էր դերասանը։